Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, այսօր Կիրակի է և Եղիցի լույս հոգևոր ուսուցողական հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այն ինչպես միշտ, եթեր է հեռարձակվում Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերով և Սրբազան հոր անմիջական մասնակցությամբ և հովանավորությամբ։ Գործող ուղիղ հեռախոսակապի միջոցով դուք ձեր հարցերը կարող եք խղել Սրբազան հորը և պատասխանը իմանալ նրանից։ Հեռախոսահամարներն են 222 47 և 30543։ Աստված օգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր, այսօր կուզենայի, որ խոսեինք Քրիստոսի կողմից ասված երանիների մասին, որտեղ, ինչպես Աստվածաշունչն է ասում, երբ Քրիստոս իր վարդապետությունն էր ուսուցանում, իր շուրջ միշտ հավաքված էին բազում ժողովուրդ, այդ թվում նաև առաքյալները, և ահա մի օր նա պարզանում է մի լեռ, որտեղ և խոսում է երանիների մասին, և ըստ Ավետարանի մեկնիչների այդ լեռը կոչվում է Երանիների լեռ։ Այս երանիների շարքը, որ Քրիստոսի կողմից ասվեց, նախ և առաջ ում էր ուղղված և ինչ էր ակնարկում այս երանիներով։ Այո, երանիների շարքը կա և դա համարվում է Ավետարանի մեջ ավետարան և մարգարիտ կամ ոմանք անվանում են Ավետարանի մարգարիտը, որտեղ երանիների մեջ տրված է ողջ քրիստոնեական ընկալումը, Քրիստոսի ընկալումը, որ նշանակում է, թե Աստուծո ընկալումը մարդու վերաբերյալ, թե ինչպիսին պետք է լինի մարդը, ժառանգելու համար երկինքը, կոչվելու համար Աստուծո որդի, մխիթարվելու համար, մխիթարություն գտնելու համար, արդարություն ձեռք բերելու համար, և այդ երանիները 9 են, դրա համար կոչվում են 9 երանիներ։ Առաջին երանին ասված է, ուրեմն հոգով աղքատներին է վերաբերում և նրանք պիտի գտնեն երկնքի արքայությունը, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Եվ դա երանիների լեռան վրա ասաց Քրիստոս, բարձունքի վրա, երբ ժողովուրդը հավաքվել էր ավելի ներքևում, Քրիստոս քարոզում էր և իր քարոզի ընթացքում ասաց այդ երանիները, իմիջայլոց այդ երանիների լեռը այսօր էլ կա և այդ բլուրի բարձունքի վրա եկեղեցի է կառուցված, շատ գեղեցիկ, շատ գեղատեսիլ վայրում, ես բախտ ունեցել եմ լինելու այնտեղ և իմ աղոթքը վերառաքելու առ Աստված և նաև ներշնչվելու այդ ոգով, երանիների ոգով։ Ուրեմն առաջին երանին հոգով աղքատներին է վերաբերում, որոնցն է երկնքի արքայությունը, ասում է Քրիստոս։ Այսինքն այստեղ հոգով երանի, որ տալիս է հոգով աղքատներին, ինչը նկատի ունի հոգով աղքատ լինելը։ Այստեղ խոսքը վերաբերում է հոգով պարզ լինելուն, հոգով մաքուր լինելուն, ոչ թե այսօրվա ընկալումով հոգով աղքատ լինելուն, այսինքն հոգու հարստություն չունենալուն կամ այդ իմաստով պարզունակ հոգի ունենալուն չի վերաբերում, այլ վերաբերում է ուրեմն պարզ հոգի ունենալուն, որ նշանակում է հոգով մաքուր լինելուն։ Հոգով աղքատ նշանակում է նաև ոչ ամբարտավան, ոչ գոռոզ, համեստ, խոնարհ և հետագայում ուրեմն երանիների մեջ նաև հեզերին վերաբերող տողը կասի Քրիստոս։ Ուրեմն հոգով աղքատ դա է նշանակում, չի նշանակում ընդհանրապես տգետ, առավել ևս չի նշանակում տգետ, առավել ևս չի նշանակում տհաս, այլ նշանակում է հոգով պարզ, հոգով մաքուր, որոնցն է երկնքի արքայությունը։ Դրա համար պետք է համեմատություններ տեսնենք, թե Քրիստոս ինչպես է համեմատում։ Քրիստոսի համար հոգով աղքատը օրինակ մանուկն է, որ նշանակում է դեռ պարզ է, մաքուր է, անարատ է, չէ, Քրիստոս վերցնում է մեկ ուրիշ պահի և ասում է, որ պետք է լինեք այս մանուկների նման, որովհետեւ երկնքի արքայությունը ժառանգեք։ Ուրեմն հետևաբար հոգով աղքատ նշանակում է նաև վերաբերում է այն հոգիներին, որոնց հոգիները արատավորված չեն, ծանրաբեռնված չեն զանազան մոլություններով և արատներով, այդ իմաստով հարստացած չեն, ճոխացած չեն զանազան մոլություններով և արատներով։ Ուրեմն հոգով աղքատ արտահայտությունը պետք է այդպիսին հասկանալ, այսինքն անխառն հոգի,
Աստված ինքը անխառն հոգի է, պարզ հոգի է, եւ իր մեջ ոչինչ չկա դրսից եկամուտ, մտած, փոփոխված։ Ուրեմն նաեւ մարդը պետք է Աստուծո նման ուղղությամբ իր հոգին այդպես պարզ պահի, մաքուր պահի, անարատ պահի, անխառն պահի, որբեսի երկնքի արքայությունը ժառանգի, որբեսի կարողանա Աստուծո հոգու պատկերը լինել, եւ Աստուծո հոգու պատկերը լինելու համար ուրեմն իր հոգու մեջ ուրիշ դրսից ներմուծված, դրսից ճոխացած, հարստացած որևէ բան չպետք է ունենա։ Երկրորդ երանին անդրադառնանք երանի սկավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Այսինքն այստեղ սկավորը ով է կամ ինչպես է դրսևորվում իր այդ սուկը։ Խոսքը վերաբերում է մարդկային հասարակության մեջ տեղ գտած արադների պատճառով, սխալների պատճառով, հանցագործությունների պատճառով սկի ցավի մատնվածներին, որովհետև նրանք պետք է մխիթարվի։ Հետո կտեսնենք մենք հետագայում նաև երանիներից հետո վայերի շարքը կա, որտեղ նաև վայեր է կարդում Քրիստոս նրանց, ովքեր ասենք հագարակ բևեռում են, ովքեր ոչ թե սկավոր են, այլ սուկ են պատճառում, ովքեր ուրախանում են եւ ցնծում են։ Եվ այստեղ ուրախանալ ցնծալն էլ չի վերաբերում միայն նրանց, ովքեր ուրախանում եւ ցնծում են, ասենք չի վերաբերում նրանց, ովքեր ուրախանում եւ ցնծում են Աստուծո փառքով կամ Աստուծո ողորմածությամբ, այլ ովքեր ուրախանում եւ ցնծում են ուրիշի դժբախտության հաշվին, ուրիշի տգարության հաշվին, ուրիշին զրկելու հաշվին, եւ նրանց վայ է կարդում ուրեմն Քրիստոս։ Իսկ երանի է տալիս այն սկավորներին, որոնք մարդկային անարդարության հետևանքով սուքի են մատնված, մարդկային անարդարության հետևանքով ցավի եւ վշտի տեր են, եւ նրանց Աստված խոստանում է հադուցում, խոստանում է մխիթարություն։ Շնորհակալություն Սրբազաններ, մենք ունենք այս թողարկման առաջին հեռախոսազանգը։ Ալո։ Ալո։ Այո։ Աստվածօգնական Սրբազաններ։ Աստված բավական։ Սրբազաններ, հարցը հետևյալն է։ Նախ խնդրեի ասեք մեր եկեղեցու 7 վերք այդ բառի ապագումը ինչ է նշանակում 7 վերք եւ խորհուրդը մեր եկեղեցու։ Եվ եւս մի հարց։ Մայիսի 11-ին կազմակերպված է ուխտակնացություն Մայրատոր Շիրակի թեմի հոգեվորականների եւ հավատացյալների հետ, այո։ Խնդրեի ասեք, ում մոտ պետք է գրանցվենք այդ ուխտակնացությանը գալու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս։ Ուրեմն առաջին հարցը 7 վերք, Սուրբ 7 վերք անունը որտեղից է գալիս։ Մեր եկեղեցու իսկական պաշտոնական անվանումը Սուրբ Աստվածածին է։ Սուրբ 7 վերք ժողովրդական անվանումն է, որը նաև դարձել է գրեթե եկեղեցու պաշտոնական անվանումը։ Եվ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է հատուկ Սուրբ 7 վերքի հրաշագործ պատկերը, որը 7 վերքի խորանում է հին մագաղաթյա պատկեր է, որը ըստ ավանդության հասցվում է մինչև Ղուգաս ավետարանիչ, ուրեմն 7 վերքի այդ պատկերը պահելու համար հատուկ կառուցված եկեղեցի է Սուրբ Աստվածածինը։ Իսկ մինչ այդ Սուրբ 7 վերք այդ հրաշագործ պատկերը բերվել է ուրեմն Արևմտյան Հայաստանից, պահվել է նախապես Հարիջի վանքում, հետո Էջմիածին է տարվել Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կողմից եւ հետո բերվել է Գյումրի եւ ուրեմն փառավորապես այս նորակառույց այն ժամանակ հատուկ կառուցված այդ պատկերի համար կառուցված եկեղեցում տեղադրվել է։ Ուրեմն 7 վերք անունը գալիս է 7 վերքի պատկերից։ Իսկ ինչ այդ պատկերը։ Եթե այդ պատկերը տեսել եք, ուրեմն այնտեղ Աստվածամայրն է, խաչից իջեցված Քրիստոս իր գիրկը եւ իր սրդի մեջ 7 սուր, խոցված 7 սուր, 7 նապատիկ խոցված Տիրամայր, ինչպես ասում է Վահան Տերյան օրինակ իր բանաստեղծություններից մեկում։ Ինչ 7 վերքեր են սրանք Աստվածամոր սրտում։ Ավետարանից գիտենք, որ Քրիստոս խաչի վրա 7 խոսք արտասանեց 4 ավետարանների ընդհանուր պատկերի ֆոնի վրա, ուրեմն Քրիստոս խաչի վրա 7 խոսք արտասանեց, որոնք 7 վերք դարձան, 7 սուր դարձան իր մոր Աստվածամոր սրտում, որը խաչի ներքևում կանգնած դիտում էր իր որդու վախճանը, երկրային վախճանը։ Եվ ուրեմն այդ խորհրդանշական կերպով այդ 7 վերքերն են Աստվածամոր, եւ որ արևմտյան ավելի շատ ընկալում է եղել, ոչ թե արևելյան, եւ արևմուտքից ուրեմն ներթափանցված
այսպիսի ընկալում է Աստվածամոր 7 վերքերի վերաբերյալ, եւ ուրեմն այդ պատկերը ժամանակին պատկերվել է, նկարվել է որպես այդ խորհուրդը ներկայացնող, եւ այդ պատկերը Աստված օրհնել է եւ այդ պատկերին հրաշագործ հատկություն է տվել, եւ հետեւաբար այդ պատկերը այնքան զորավոր է եղել, այդ հրաշագործ պատկերը այնքան զորավոր է եղել, որ իր անունը տվել է եկեղեցուն, եւ դրա համար մենք ավելի ժողովրդական լեզվով միշտ հիշում ենք, որ Սուրբ 7 վերք է եկեղեցին եւ ավելի քիչ ենք հիշում Սուրբ Աստվածածին, կամ հաճախ ասում ենք նաեւ Սուրբ Աստվածածնի 7 վերք, այսինքն Աստվածածնի 7 վերքերը։ Ուրեմն 7 վերք անունը գալիս է այստեղից, խորհրդանշում է ուրեմն Աստվածամոր ստացած խորհրդանշական վերքերը, որի մասին կանխագուշակել էր դեռ ուրեմն 40-օրյա մանգանը, երբ որ տարան Հիսուսին, երբ որ տարան ուրեմն տաճար, այնտեղ ձեր մարգարեուհին ասաց, որ Աստվածամորը, որ քո սիրտն էլ պետք է սուր խոցի, եւ ուրեմն այդ սուրերը եղան Քրիստոսի խաչի վրա արտասանած 7 խոսքերը։ Ուրեմն սա ինչ վերաբերում է 7 վերքին, եւ այդ իմաստով մեր եկեղեցին իրոք յուրահատուկ եկեղեցի ամբողջ Հայաստանում, միակ եկեղեցին է, որ նման 7 վերքի հրաշագործ պատկեր ունի, որի հարգը շատ հաճախ մենք չենք իմանում դժբախտաբար, եւ օրինակ 7 վերքի ուխտայի օրը Սուրբ Աստվածածնի տոնին, երբ որ 7 վերքը փառավորապես թափորով պտտվում է ուրեմն եկեղեցու շուրջ, սպասելի է շատ ավելի ազնություն։ Նախկինում հսկայական թվով ուխտավորներ էինք ունենում այդ ժամանակ, բայց այս տնտեսական տագնապի պայմաններում այդ ուխտագնացությունը պակասեց, նաեւ սերնդափոխության հետևանքով պակասեց։ Բայց անհրաժեշտ է, որ այդ 7 վերքի ուրեմն պատկերի նկատմամբ հարգանքը լինի։ Սա ուրեմն ինչ վերաբերում է 7 վերքին։ Երկրորդ հարցը մայիսի 11-ին այո Շիրակի թեմը ուխտի է մեկնում Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինչու, որովհետև այս տարի լրանում է 1700-ամյակը Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կառուցման։ Գիտենք, որ 301 թվականին ընդունվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ 303 թվականին արդեն կառուցվեց Վաղաշաբաթի Անդրանիկ տաճարը, Մայր տաճարը, որը առ այսօր կանգուն է որպես կաթողիկոսանիստ տաճար, իջման տեսիլքի հիման վրա Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսավ Քրիստոսին, որ իջավ եւ ոսկե մուրճով հարվածեց երկիրը եւ ասաց, որ այստեղ պետք է կառուցվի տաճարը։ Ուրեմն այդ տաճարի կառուցման, Մայր տաճարի կառուցման 1700-ամյակն է։ Եվ այդ տաճարը մեր գոյության խարիսկն է եղել ամբողջ մեր պատմության ընթացքում, որովհետև ինչպես Առաքել Դավրիժեցի պատմիչն է ասում, Գրիգոր Լուսավորչի աչին եւ Էջմիածնին է կապված ողջ հայ ազգը։ Աչը պահվում է Էջմիածնում եւ Էջմիածինն էլ իր մշտնջենական հանգիստը ունի այնտեղ, որտեղ է, եւ հետեւաբար հայ ժողովուրդը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչին եւ Էջմիածնին, այս էլ արդեն 1700 տարի։ Եվ հետեւաբար Վեհապար Հայրապետը այս տարի ուխտի տարի է հռչակել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի եւ յուրաքանչյուր կիրակի տարվա մի կիրակի վերապահված է որևէ մի թեմին, որբեսի թեմը իր ժողովրդով, առաջնորդով, քահանայից դասով ուխտի մեկնի, պատարակ մատուցի եւ իջման սեղանի առաջ խոնարհվի, Վեհապար Հայրապետի օրհնությունը ստանա, Մայր տաճարից օրհնություն ստանա, Աստծո օրհնությունը ստանա եւ մեկնի իր վայրը։ Արդեն իսկ մի քանի թեմեր իրենց ուխտի պատարակներն արել են։ Մենք կամեցանք, որ մեր ուխտի պատարակը լինի գարնանը, ոչ թե ձմռանը, որովհետև մենք մի քիչ մեր ձմեռը ավելի երկար է եւ մենք միշտ կարոդով ենք սպասում գարնանային տաք օրերին կամ ամառվա տաք եղանակին, եւ որովհետեւ մեր տրամադրությունը ավելի բարձր լինի, շիրակցիներից տրամադրությունը ավելի բարձր լինի, մենք խնդրանք էինք ներկայացրել, որ մեզ տրվի գարնանային մեկ օր եւ մայիսի կամ աշնանային, եւ մեզ տրվեց մայիսի 11-ը, եւ ուրեմն մայիսի 11-ին պետք է ամբողջ Շիրակի թեմի քահանայից դասով եւ ժողովրդով պետք է մեկնենք ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այնտեղ Շիրակի թեմի առաջնորդը պատարակ պիտի մատուցի, մեր քահանաները եւ տպիրները պիտի սպասարկեն եւ մեր ժողովուրդն էլ պիտի մասնակցի։ Եվ ուխտավոր որպես ժողովուրդ պիտի գնանք եւ վերադառնանք։ Ինչ վերաբերում է գրանցվելուն,
գրանցման աշխատանքը դեռ ուրեմն չի սկսված, երբ որ սկսվի դրա մասին հայտարարություն կլինի եւ այդ մասին կիմանաք։ Իսկ ինչպես պետք է լինի դա, մենք որոշակի թվով ավտոբուսներ կտրամադրենք, բայց չենք կարող բոլորին բավարարել, դրա համար էլ մենք արդեն իսկ եկեղեցում բազմիցս հայտարարել ենք, որ նրանք, ովքեր սեփական միջոցներով հնարավորություն ունեն մայրաթոր մեկնելու, մայրտաճար գնալու, ուրեմն իրենց սեփական միջոցներին ապավինեն եւ ոչ թե մեր կողմից տրամադրվելիք ավտոբուսներին։ Իսկ մեր կողմից տրամադրվելիք ավտոբուսները հետեւաբար կլինեն սահմանափակ։ Մենք նպատակ ունենք մոտ 5 ավտոբուս ուղարկել Գյումրիից եւ մեկական ավտոբուս Արտիգից, Մարալիգից եւ Աշոցկից, այնտեղ որտեղ այսօր քահանաներ ունենք, որոնք սպասարկում են այդ շրջանները եւ որոնք կարող են կազմակերպել այդ գործը։ Այդ մասին դեռ հայտարարություն չի եղել եւ կլինի։ Մենք անշուշտ պիտի խնդրենք նաեւ, երբ որ ժամանակը կա, սպասում ենք, որ այս անշուշտ ընտրությունների փուլն անցներ, որբեսի խաղաղվեին, այսպես ասած, pedagogan մարդկանց մտքերը եւ հիմա արդեն ընտրությունները վերջացել են, վերջնական արդյունքները կլինեն, կխաղաղվեն կրքերն էլ մտքերն էլ եւ մենք նաեւ պիտի դիմենք նաեւ իշխանություններին, որբեսի իշխանություններն էլ իրենց հերթին մասնակցեն լիարյուն կերպով եւ մարզպետարանները եւ մարզպետարանը եւ քաղաքապետարանները եւ եթե իրենք էլ կարող են իրենց հերթին նույնպես ավտոբուսներ տրամադրեն ժողովրդին եւ անշուշտ իրենք էլ մասնակցեն։ Այս մասին մոտ ապագային մինչև այսինքն այս ամսվա վերջ կլինի վերջնական հասկացողություն եւ կլինի վերջնական հայտարարություն, բայց եւ այնպես մեր փափակն է, որ ժողովրդի այն հատվածը, որը կարող է իր սեփական միջոցներով, իր սեփական փոխադրամիջոցներով կամ նույնիսկ հասարակական տրանսպորտի միջոցով վճարումի իմաստով կարողանա վճարը ապահովել եւ այդպես մեկնել Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ուրեմն քաջալերում ենք, որ օգտվեն այդ հնարավորությունից, որովհետեւ մեր տրամադրած ավտոբուսները լինեն իրոք նրանց համար, որոնց համար դա մեծ խնդիր կլինի եւ որոնք ի վիճակի չեն ուրեմն այդ գումարը վճարելու իրենց մեկնելու եւ հետեւաբար ուրեմն այդ մասին հայտարարություն կլինի։ Շնորհակալություն Սրբազան հայր, եւս մեկ հեռախոսազանգ ընդունենք։ Ալո։ Ալո։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բարոյական։ Բարի երեկ։ Երկու հարցով եմ ուզում անհանգստացնել։ Հարց առաջին։ Ուրեմն մգրտությունը գիտենք, որ 7 խորհուրդներից մեկն է։ Մգրտվելով մարդը Սուրբ Հոգի է ստանում, թե Սուրբ Հոգու շնորհ։ Նաև Քրիստոսից առաջ ոնց էր կապը հաղորդակցումը, եթե չկար մգրտություն։ Եվ հարց երկրորդ Սուրբ Հակոբ Մտմեցի եկեղեցի ենք հաճախում եւ անընդհատ դիտողությունների ենք արժանանում Տիգինսոնայի կողմից։ Արդյոք Հակոստը կապ ունի եկեղեցի մտնելու մարդու հավատքի հետ եւ արդյոք իրավասու է ընդհանրենք եկեղեցի տեխնիկական աշխատողը քարոզելու եկեղեցու ներսում եւ հավատացյալներին այսպես ասած աշկերտ հանդիսանալու։ Շնորհակալություն։ Ով է Տիգինսոնը։ Շնորհակալություն հարցի համար։ Մի քանի հարցեր էին մգրտության մասին։ Մգրտությունը անշուշտ խորհուրդներից մեկն է եւ մգրտությամբ ստանում ենք Սուրբ Հոգու շնորհները։ Մեր առաքելական եկեղեցին ուրեմն այդ խարիզմատների վերջին շրջանի պենտեկոստալների կամ հոգեգալստականների մտածումը չունի, որ ինչ որ մեկը ինչ որ իշխանություն ունի Սուրբ Հոգին իջեցնելու եւ բնակեցնելու ինչ որ մեկի մեջ։ Մգրտությամբ մենք տալիս ենք հնարավորությունը Սուրբ Հոգու շնորհները ընդունելու։ Մնացածը Սուրբ Հոգու գործն է։ Որևէ մեկը ինքը իրեն իրավունք չի կարող վերապահել որոշելու համար Սուրբ Հոգու գործունեությունը։ Մենք այն մարդիկ չենք, եկեղեցու սպասավորները երբեք չեն կարող հավակնել, ուրեմն Աստծուն մղելու այս կամ այն քայլին։ Աստված ինքն է որոշում գործել, Սուրբ Հոգին Աստված է եւ Սուրբ Հոգին ինքն է գործում եւ Սուրբ Հոգին ինքն է որոշում ում մեջ բնակվել։ Ուրիշ հարց է, որ մենք պատրաստում ենք այս կամ այն անձին մգրտությամբ, դարձնում ենք անոթ Սուրբ Հոգու շնորհը ընդունելու, որովհետեւ դա մեզ տրված է իշխանության կողմից, Աստուծո կողմից մեզ տրված է։ Բայց հարցի մեջ հարցի ենթատեքստը բնականաբար առաքելական եկեղեցու եւ հոգեգալստականների տարբերակիչ հարցն է իր մեջ պարունակում, որովհետև հոգեգալստականները ունեն այդ մտածումը, որ իրենց մեջ բնակվում է Սուրբ Հոգին։
որևէ մեկը չի կարող Սուրբ Հոգում ստիպել բնակվել այստեղ կամ այնտեղ, դա որևէ մեկին վերապահված չէ, եւ Քրիստոս ասում է Հոգին փչում է այնտեղ, ուր կամենում է, ինչպես քամին է փչում այնտեղ, ուր կամենում, եւ նրա ազդեցությունն ես տեսնում միայն, բայց նրան չես կարող տեսնել, նրան չես կարող զգալ, կարող ես զգալ միայն նրա ազդեցությունը, այդպիսին է Սուրբ Հոգին, հետեւաբար մգրդություն տալիս է այդ շնորհը Սուրբ Հոգին ընդունելու, Սուրբ Հոգին, Սուրբ Հոգու շնորհները ընդունելու, բայց ոչ թե դա մգրդությունը ինչ որ էզոթերիկ մի ծես չէ, որ մոգական ինչ-որ մի քայլ չէ, որով Սուրբ Հոգուն պարտադրում ենք բնակվել այս կամ այն մարդու մեջ, եւ շատ հաճախ մգրդությունից հետո մարդը կարող է կորցնել Սուրբ Հոգու շնորհները, Սուրբ Հոգին ընդունելու իրականությունը, եւ դա կարող է վերագտնել ապաշխարության, հետեւաբար պատմական եկեղեցիները, վավերական եկեղեցիները այս մոտեցումը ունեն, այս զգացում ունեն, որևէ մեկը չի հավակնում Սուրբ Հոգու նկատմամբ, ուրեմն վերադաս դիրք գրավել եւ որոշել, թե Սուրբ Հոգին որտեղ պիտի բնակվի։ Սա ինչ վերաբերում է մգրդությանը։ Երկրորդ հարցն ինչ էր։ Նկատողությունը։ Չէ, դա երրորդն էր։ Նկատողությունը երրորդն էր։ Ինչ որ է լավ երրորդի մասին խոսենք, անշուշտ զգեստի պարագան կարևոր է, բայց այն չէ, որի համար կարելի լինի ինչ-որ մարդուն այնպիսի նկատողություն անել, որը կարող է ավելի մեծ կայտաղության պատճառ դառնալ։ Զգեստը ինչու համար է կարևոր, վերջի վերջո գնում ենք եկեղեցի Աստուծո առջև ներկայանալու, եւ Աստուծո առջև պետք է ներկայանանք այն զգեստով, ինչը որ մենք պատշաճ եւ պարկեշտ ենք համարում։ Եթե մեր պարկեշտի եւ պատշաճի ընկալումը այն է, ուրեմն ազատ ենք այդ պարկեշտության եւ այդ պատշաճության սահմաններում ներկայանալ։ Ուրեմն ամբողջ մարդու ընկալման հարց է, եւ հետեւաբար դիտողություն անողն էլ իր ընկալումը ունի։ Անշուշտ դիտողություն անելու իրավունք չունի որևէ մեկ տեխնիկական աշխատող, այն իմաստով, ինչ իմաստով որ ներկայացվեց, գուցե եղբայրական, քույրական հարաբերությամբ մեղմ դիտողություն ցանկացած մարդու կարող է անել, բայց իշխանաբար որևէ դիտողություն անել բնականաբար իրավունք չունի, այդ իշխանաբար դիտողություն անելու իրավունք ունի քահանան, որը ունի այդ իշխանությունը ի վերուս տրված, բայց անշուշտ զգեստը կարևոր է այնքանով, որքանով մարդը ընդունում է, որ պատշաճության եւ պարկեշտության սահմաններ կան, այլապես անշուշտ այսօրվա վիճակով պետք չէ ամեն ինչ բծախնդրորեն նայել եւ այն զգեստները, որոնք այսօր կանայք կրում են, պետք չէ ընդունել որպես այսպես սատանայական, վերջի վերջո ժամանակը փոխել է զգեստների ձևը եւ այլն, այնպես որ մենք այս հարցում որևէ բռնի միջոց կիրառելու ցանկություն չունենք, ամեն ինչ թողնված է մարդու սեփական կամքին եւ հետեւաբար մարդը ինքը իր պատշաճության սահմանը ինքը պետք է որոշի։ Շնորհակալություն Սրբազան հայր, եւ անդրադառնանք նորից թեմային, երրորդ երանին վերաբերվում է հեզերին, երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն, այսինքն այստեղ ինչ երկրի մասին է խոսում Քրիստոս, որ երկիրն է դա։ Խոսքը այն երկիրն է, որը պիտի ժառանգվի, եւ բնականաբար երկրորդ գալուստից հետո անշուշտ պետք է ժառանգեն երկիրը հեզերը, անշուշտ միայն հեզերին չի վերաբերում երկիրը ժառանգելը, վերաբերում է մյուս երանիների, ուրեմն մարդկանց նույնպես, որոնք այդ երանիին արժանի են, բայց Քրիստոս հետաքրքիր դասակարգում է կատարում այն իմաստով, որ հեզությունը փաստորեն երկրային առաքինության, երկիրը ժառանգելը, երբ որ դնում է հեզերի դիմաց, փաստորեն հեզությունը ներկայացնում է որպես երկրային առաքինության ամենաբարձր դրսևորումներից մեկը։ Այսօրվա իմաստով մեր կյանքում հեզությունը շատ աղավաղված է, այն իմաստով, որ հեզությունը համարվում է թուլություն, տգարություն, երբեմն նույնիսկ ոչխարամտություն, բայց դա հեզությունը չէ։ Գիտեք, երբ որ Աստվածաշունչը կարդում ենք, օրինակ Մովսես Մարգարեի պարագային Աստվածաշունչը խոսում է եւ ասում է Մովսեսը հեզ էր։ Այնպիսի, ուրեմն ամբողջ Մովսեսի կյանքը ներկայացնում է եւ ոչ մի արձագանք չի օգտագործում եւ մի պահ կարծես թե տողերի արանքում ասում է, որ Մովսես հեզ էր ավելի, քան մյուս բոլոր մարդիկ։ Ուրեմն, բայց մենք
այն իմաստով հեզություն, ինչ իմաստով այսօր հասկանում ենք, Մովսեսի ոչ մի գործունեության մեջ չենք տեսնում։ Այսինքն Մովսեսը հեզ էր Աստուծո առջև, Աստուծո պատվիրանը կարտալու առջև, հեզ էր իր անձը չգերագնահատելու մեջ, հեզ էր իր նմաններին ուրեմն դեպի փրկություն առաջնորդելու մեջ, երբեք ամբարտավան չեղավ, երբեք գոռոզ չեղավ, երբեք ինքը իրեն Աստուծո տեղ չդրեց, Աստուծո ամենամեծագույն պատգամավորը լինելով հանդերձ։ Հետևաբար հեզությունը, եթե ուզում ենք ուրեմն վերցնել օրինակ, մեկ օրինակը Մովսեսն է, երկրորդ ավելի մեծ եւ ամենագերագա օրինակը Քրիստոսն է, որ ասում է սովորեք ինձանից, որովհետեւ հեզ եմ եւ խոնարհ սրտիվ, սրտով հեզ եմ եւ խոնարհ։ Ուրեմն դա սրտի նաեւ ուրեմն գոյությունն է, սրտի վիճակն է հեզությունը, երբ որ մարդը պատրաստ է Աստուծո պատվիրանի առջև անայլայլ կերպով իր խոնարհությունը եւ հեզությունը ցուցաբերել եւ երբեք դրանով չգոռոզանալ, չհամբարտավանալ եւ երբեք մյուսի վրա դրանով բռնություն չբանեցնել եւ այդպիսի առաքինություն ունեցողներին է մնալու երկիրը Քրիստոսի երկրորդ գալուստից հետո։ Այսինքն Քրիստոս գնահատում կամ արժեքավորում է այդ ներքին առավելությունը։ Այո, անշուշտ։ Եվ մեզ մնացել է 3-4 րոպե, Սրբազան հայր, ես կխնդրեի մեր ռեժիսորին եւս միացներ մեր վերջի հեռախոսազանգը, որով եւ այս թողարկումը կավարտվի։ Ալո։ Աստված օգնական Սրբազան հայր։ Ասես բավական։ Հարցս հետևյալն է, Սրբազան, մարդը հոգևորական դառնալիս ինչպիսի բեր, ծանրություն կամ լուծ է վերցնում իր ուսերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս։ Ես կխնդրեի Սրբազան հայր շատ հագիր։ Այո, վերցնում են Քրիստոսի լուծը, որը թեև ծանր է, բայց նաև քաղցր։ Ինչ լուծ է հոգևորականի վերցրած լուծը։ Հոգևորականի վերցրած լուծը այն է, որ նախ պատասխանատու է ուրիշի համար։ Ամեն մարդ պատասխանատու է ինքը իր համար։ Իսկ հոգևորականը պատասխանատու է նաև իր հոդի համար։ Քահանան իր գյուղի կամ իր համայնքի յուրաքանչյուր հավատացյալի համար, առաջնորդը իր թեմի յուրաքանչյուր հավատացյալի համար, կաթողիկոսը իր ամբողջ ազգի հավատացյալների համար։ Հետևաբար լուծը հիմնականում այս է՝ պատասխանատվություն կրել մյուսների համար։ Եվ այստեղ Մարգարեն շատ հետաքրքիր է ասում, շատ դիպուկ կերպով բնորոշում է քահանայի վերցրած լուծը, ասելով որ քեզ դեդ եմ նշանակել, դեդ, դիդող, վերահսկող ժողովրդի վրա։ Եթե տեսնես, որ ժողովուրդը դեպի կործանում է գնում եւ չզգուշացնես իրեն, այդ ժողովուրդը կկործանվի, բայց նրա արյունը քեզանից կպահանջի։ Ուրեմն յուրաքանչյուր քահանան այդ լուծի տակ է մտնում է այդ իր ժողովրդի առաջնորդելու դեպի փրկություն եւ դեպի փրկություն չառաջնորդնելու դեպքում Աստուծո առջև պատասխան տալու յուրաքանչյուր հավատացյալի համար։ Դա իրոք ծանր լուծ է հասկացողի համար եւ դրա համար դժվար է, բայց մյուս կողմից քաղցր է, որովհետեւ զորավիք ունենք Քրիստոսի։ Մենք ինքներս չէ, որ մեր գործը կատարում ենք, այլ զորավիք ունենք Քրիստոսին։ Քրիստոսը, որ մեր միջոցով գործում է, Քրիստոսը, որ մեզ իբրև իր նվիրյալ սպասավորները օգտագործում է իր ծառայության համար, իր նպատակը իրագործելու համար, հետևաբար այդ իմաստով նաև քաղցր է։ Այո, երբ որ մոդելում ես մի կողմից, սարսափելի է այդ լուծի տակ մտնելը, բայց երբ մյուս կողմից տեսնում ես Քրիստոսի օժանդակությունը, Քրիստոսի սատարումը, Քրիստոսի մեկնած ձեռքը, Քրիստոսի օգնականությունը, ուրեմն քաղցր է այդ լուծը։ Շնորհակալություն Սրբազան հայր, այսօրվա թեման երանիներն էին Քրիստոսի կողմից ասված, սակայն մենք չհասցրեցինք ամբողջությամբ անդրադառնալ բոլոր երանիներին, սակայն կանդրադառնանք հաջորդ թողարկումների ընթացքում։ Եվ այսքանով, սիրելի հեռուստադիտողներ, թույլ տվեք ավարտել Եղիսի լույս հաղորդաշարի ևս մեկ թողարկում։ Շնորհակալություն ձեզ, որ այս 30 րոպեները մեզ հետ միասին անցկացրեցիք, շնորհակալություն հարցերի համար եւ կհանդիպենք երկու շաբաթ անց։ Բարի գիշեր ձեզ։ Աստված օգնի։ Աստված բավական